200 հոգուց բաղկացած մի խումբ Միացյալ Նահանգներից արտաքսվելուց հետո ինքնաթիռով տեղափոխվել է Կոստա Ռիկա նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ երկիրը մաքրելու անօրինական ներգաղթյալներից։ Փետրվարին արտաքսվածների թվում են Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Կոնգոյի, Վիետնամի եւ Նեպալի քաղաքացիներ։ Չինաստանի 16 քաղաքացիները Կոստա Ռիկայի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել։ Ապաստարանի համար դիմողները կարող են լքել ներգաղթի կալանավայրը եւ աշխատել Կոստա Ռիկայում։ Ողբերգական վթար Երևանում շտաբօգնության բժիշկը մահացել է։ Գիշերը ժամը 5:40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում գործարանային մետրոյի հարևանությամբ շտաբօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդը, բժիշկն ու բուժքույրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Պարեկային մեքենայով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա բժիշկը արդեն հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել կաշառքի գործով, կալանավորվել է 2 ամսով։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը եւ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղաքասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Սիգնալ հավելվածում։ Այս մասին կարդում ենք մեդիափորձագետ Արտուր Պապյանի սոցցանցի էջում։ Մեդիափորձագետը զգուշացնում է, եթե դուք սեղմել եք գրանցման հղումը եւ մուտք գործել ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը։ Հայաստանում Իրանից ներկրված շուրջ 12 կիլոգրամ մեթամֆետամին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Ագարակ անցման կետում ռենտգեն սարքով մաքսային զննման է ենթարկվել իրանցի քաղաքացու բեռնատար ավտոմեքենան եւ կցորդիչը։ Կցորդիչին ամրացված ջրի տարայում են նկատել կասկածելի զանգվածը։ Իրանի 2 քաղաքացիներին կալանավորել են։ Սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով նաեւ Երևան կգա։ Լոպեսը ամռանկայանալիք համերգային տուրի մասին հայտնել է Instagram-ի իր էջում։ Նրա համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։